խաղաղությունը ցեզի հետ սիրելի հերոստատիտողներ եւ ունընտիրներ։ Ողջունենք ցեզ Տելեպաչի Արմենիայեն։ Այսօրվան մեր հաղորդումի նյութն է Քրիստոսի համբարձումը։ Դոնի Բատկամը մեզի պիտի դա հայրն արեք Ձայրակույն Վարդապետ Նամոյան, Մեծավոր Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի եւ հոգեվոր հովիվ։ Աստվածօգնական հայր Սուրբ, շնորհակալություն ցեզի։ Ցեզան։ Հայր Սուրբ, այսօր ուրեմն մեր ժողովրդի հայ ժողովրդի սիրած դոներեն մեկը կատարենք համբարձումը։ Գրնայիք մեզի տալ այս դոնի իմաստը, այս դոնի խորհուրդը ինչ է։ Այո, ես պիտի ուզեի նախքան հոգևոր խրադը դալ այս համբարձման դոնին արիթով, պիտի ուզեի գարտալ Սուրբ Գիրքեն ավետարանեն, Գործ Առաքելոցեն, ինչպես բադահեցավ համբարձումը։ Գարտանք Գործ Առաքյալներու մեջ գլուխ առաջին, առաքյալները մոտեցան եւ հարցուցին Հիսուսի. «Դեր, արդյոք այս օրերուս պիտի հաստատես Իսրայելի թագավորությունը»։ Հիսուս պատասխանեց անոնց. «Ցեզի չի վերապերիր գիտնալ ժամերն ու ժամանակները, զորս հայրը տրավ իր իշխանության տակ, բայց դուք զորություն պիտի առնեք, երբ Հոգին Սուրբ իջնե ձեր վրա։ Դուք պիտի ելաք իմ վկաններս Երուսաղեմ, ամբողջ Հրեաստանի մեջ, Սամարիա եւ մինչեւ երկրի ծայրերը»։ Այս խոսքերեն յետք մինչդեռ անոնք գնային, Հիսուս վերացավ եւ ամփմխլեցինք անոնց աչքերեն։ Անոնք ագնաբիչ գնային անոր վերացումին դեպի երկինք, երբ ահա երկու մարդիկ սպիտակ հագուստներ հագած երևցան անոնց եւ ըսին. «Ով Գալիլեացիներ, ինչու գեցած գնայիք դեպի երկինք, այս Հիսուսը, որ ցեզմե վերացավ դեպի երկինք, պիտի կա նույնպես ինչպես տեսակ զինք, որ երկինք գնաց»։ Ապա առաքյալները վերադարձան Ցիթենիաց լեռնեն, որ մոտ է Երուսաղեմի շաբաթ օրվա ճանապարհի չափ։ Քաղաք մտան եւ ելան Վերնադուն, որ իրենց բնակարանն էր, եւ հետևյալներն էին. Պետրոս, Հակոբ, Հովհաննես, Անդրեաս, Փիլիպոս, Տովմաս, Բարտողոմեոս, Մատթեոս, Հակոբ, որդի Ալփիայի, Սիմոն նախանձահույս եւ Հուդա, որդի Հակոբի։ Անոնք ամենքը միասիրտ գահարադեվին աղոթքի մեջ, մեկ քանի գիներով, հանդերձ եւ Հիսուսի մոր Մարիամի եւ անոր եղբայրներուն հետ։ Ուրեմն ինչպես որ լսեցինք քիչ առաջ, համբարձումը գտոնենք 40 օր հարութենեն յետք։ Հիսուս Քրիստոսը եւ որ հարություն արավ, մնաց, որբեսի աշակերտներուն զորություն տա, որբեսի ինչպես որ գարտանք ավետարանի մեջ, երբ Էմաուսի աշակերտներուն հետ ջամփան գդրելով իրենց սորվեցուց, իրենց աչքերը բացավ, որ գիտնան թե Սուրբ Գիրքը իր մասին գրած է, իր չարչարանքներու մասին, հարության եւ ապա համբարձման նաեւ։ Համբարձումը մեզի համար շատ կարեւոր է, մենք որպես քրիստոնյաներս, քանի որ Հիսուս մեզ հարգեց ասելով, որ ահա ցեզի գտողում եւ գերտամ հորսկով եւ այլևս ձեր ցերկերու մեջ գտողում աշխարը կացեք առաքյալներու պես կացեք եւ փորձեցեք ճանաչեք Աստծո արքայությունը դարածել։ Գարձեմ այս հարկանքը, որ Հիսուս Քրիստոսը ցույց տվավ մեզի, ասելով, որ մեզի վստահություն տվավ, վստահեց, որ առաքյալները 2000 տարի առաջ քաջություն ունեցան մանավանդ Պենտեկոստեի օրեն յետք, որ Հոգին Սուրբ վրանին իջավ եւ գրցան այլևս դուրս ելնել Վերնադանեն եւ ամբողջ աշխարհի դարածվիլ, նաեւ այսօր մենք այս ջահը մենք հանցնարինք եւ այս ջահի մենք պետք է պատրաստ ըլլանք դարածելու։ Այս է
ըստիս համբարձման դոնին իմաստը, որ մենք առաքյալներն ենք, մենք Հիսուսի վգաներն ենք, որ պիտի գարենանք այս Հիսուս Քրիստոսը խաչված եւ հարություն արած գարենանք ժողովրդին հասցնել, գարենանք իր հորթորը ապրեցնել ժողովրդի մեջ եւ նաեւ անշուշտ մենք ալ ապրենք այն հորթորով։ Ինչպես կրնա մեկը վգա ալալ, դա միայն առաքյալներու համար է, հոգևորականներու համար է, վգա ալալ, վգա բառը գործած է Հիսուս ինչ իմաստով, այսինքն դա միայն առաքյալներուն եւ իրենց հաջորդներուն դրվեցավ այդ Անշուշտ վգա ալալու հրահանգը։ Ես գարձեմ ոչ թե միայն մեզի համար դրված է աս վգա ալալու, այդ բոլոր հավատացյալներուն։ Այսօր հավատացյալը եւ որ գգնկվի եւ որ գմգրդվի Հիսուսի Քրիստոսի անունով գմգրդվի եւ որ գտրոշմվի եւ որ տրոշմը գստանա այս տրոշմով որ ինքը հանցնգարնե որ դարաձե Հիսուսի արքայությունը այս վգա դառնալը շատ կարևոր է եւ նույն ժամանակ շատ դժվար գործ մնե շատ դժվար բարդականություն մնե դրված է ամեն քրիստոնյայի եւ դեռ ավելի մեզի անոնք որ ընդունեցան գոչումը անոնք որ գոչը ընդունեցան Աստուծմե եւ ուզեցին որ առաքյալներու պես դառնալ եւ Հիսուսի խոսքը դարաձել գործերը ավետարանը սերը այսոնք ամբողջ գարձեմ այո ամեն հավատացյալն ամեն քրիստոնյաները խնդրված է ինչպես որ Հիսուս մեզի արդեն սորվեցուց սավ եւ որ իրար պիտի սիրեք պիտի գիտնան ժողովուրդը կամ մարդիկը պիտի գիտնա աշխարհը թե իմ վգաններս ես իմ առաքյալներս եք եւ որ իրար սիրեք կարծեմ թե այս է զորությունը եւ որ մենք գարենանք Հիսուսը դանիլ այլևս սահման չի մնար այլևս սահմաններ չի կան որ մենք գարենանք վգաներ դառնալ պետք չունենք անձնատուղթիմը ինչպես որ շատ անգամներ եւ որ մենք դեղեմեդեղ պիտի շարժենք պիտի երթանք պետք ունենք անձնակիրեմը անձնատուղթիմը որ մենք ցույց տանք եւ գարենանք սահմանը անցնել միշտեր Հիսուսի հետ միշտեր վգա դառնալու համար Հիսուսի օրհնությունը շնորհքը եւ ինչպես որ քիչ առաջ ասի Սուրբ Հոգինը որ զորություն տվավ աշակերտներուն որ գարենան քաջություն ունենալ դուրս գալ ելել եւ դարաձել Հիսուսի խոսքը վգայել եւ նույնիսկ ուրախությամբ մեռնել իրենց արյունը տապել Հիսուսի Քրիստոսի անունին դարաձման համար եւ ասիկա վգալալ կնշանակի քրիստոնյային համար մինչեւ իսկ մարտիրոսություն երթալ նաեւ այսօր մենք որպես հայերս կարծեմ ամենան մեծ վգաներն ենք այս հերոսության մենք մեր արյունը դվինք շատ անգամներ եւ որպես առաջին ազգ որպես ընդունեցավ քրիստոնեությունը եւ որպես առաջին ազգ որ գրծավ բոլոր չարչարանքները հարաշ դանել հույներեն կամ բարսիկներեն կամ հռոմեացիներեն եւ բահեցին այս հավատքը մինչեւ 1915 եւ որ չարթիալ մատնվեցան ուզեցին բահել այս հավատքը խաչով եւ որբեսի ցույց տան պաստան թե Հիսուսի հարուցյալ Հիսուսը միշտ կարող է մեզի հարություն տալ նույնիսկ եթե խաչվինք նույնիսկ եթե սպանվինք սպանությունը վերջ չէ այլ հարությունն է որ զորություն կուտա եւ գյանք կուտա եւ ասիկա գազեմ թե մենք հայերս գրնանք շատ լավ վգայել ապրեցանք մեր նախահայրերը ապրեցան նախամայրերը ապրեցան այս բոլոր կողքոտան եւ մենք այսօր որպես վգաներ ներկա ենք եւ պիտի շադանանք եւ դեռ պիտի կոյադևենք
Շնորհակալություն Հայր Սուրբ այս խորհրդածություններուն համար։ Ուրեմն հիմնականին համբարձման տոնը այդ հույսի տոնն է, այդ վստահության տոնը, որ Քրիստոս միշտ մեր հետն է եւ մենք իբր քրիստոնյա պետք է միշտ պատրաստ լինենք նահատակության, նաեւ վգալալու եւ ինչեւ իսկ նահատակություն։ Այո, ինչպես որ գարտացինք առաքյալներու կորձերեն միասնականությունը, առաքյալները, գիները եւ Աստուծո մայրը Մարիամը մեկ դեղ հավաքված գաղութեն, մեկ դեղ լուսավորված կովի կալով ասոնք գրցան Հիսուսի պատգամը առնել, ըմբռնել եւ երբ Սուրբ Հոգին պիտի իջնե վրանին, պիտի գարենան դուրս գալ եւ դարաձել։ Գարձեմ թե հոն է ուժը, միասնականությամբ մեջն է ուժը։ Մենք այսօր կանիմ օրվերջ 28 մայիսը պիտի դոնենք մեր անկախության օրը, որպես ազգ, որպես հայրենիք։ Միասնականությունը մեզի համար շատ կարևոր է, մանավանդ այսնեղ օրերուն, մանավանդ այս դժվար օրերուն, որ Ըլլա համայն աշխարհը գաբրի եւ Ըլլա նամանավանդ մեր հայերս, Ըլլա Հայաստանի եւ Սփյուռքի մեջ։ Պետք ունենք այս միասնականության, պետք ունենք այս հավատքին, որ մեզ գմիացնե, մեզի ավելի ուժ գուտա, մեզի գտարցնե վգաներ, որպես մեր բադմության, որպես մեր ավանդության, որպես մեր նախահայրերուն, մեր հայրերուն գրած բոլոր չարչարանքները, իրենց դված տապած արյունը, իրենց վգայությունը եւ քրագանությունը, որպեսի գարենանք բահել, պետք է միասին ըլլանք, պետք է զորավոր ըլլանք եւ ելենք թեմ այս բոլոր աշխարհիս բոլոր զանազան դժվարությունները, որ գահանտիսանան Ըլլա Սփյուռքի մեջ, Ըլլա հայրենիքի մեջ։ Աստվածամայրը քիչարաչար ինչպես որսի ներկա էր առաքյալներուն հետ եւ մենք այս ամսվա մայիս ամիսը, որ մենք հիշադակենք Աստվածամոր իմաստը եւ ցանկը մեր մեջ, պիտի խնդրենք, պիտի հայցենք նորեն Աստվածամոր, որբեսի ինքնալ մեզ օգնե, ինչպես որ օգնեց շատ անգամներ առաքյալներուն, ինչպես որ օգնեց հարսանիքի Գանայի հարսանիքի ժողովուրդը, հրավիրյալները եւ խնդրեց Հիսուս Քրիստոսին իր որդին, որ միջամուխ ըլլա, այսօր նորեն մենքալ մեր ցերկերը կպանանք, մեր սիրտերը կպանանք Աստվածամոր եւ խնդրենք իր միջամտությունը մեր ցանկի մեջ, որբեսի ավելի զորավոր ըլլանք, ավելի միասնականություն ունենանք եւ կարենանք հարաճ երթալ մեր վարկով, մեր ցանկով։ Շատ գեղեցիկ իմաստ ունի այս համբարձումը, եթե մենք գրցանք հոգեբես ապրիլ մեր շարականներու մեջ շատ գեղեցիկ կներկայացվի մեր հայր սուրբերեն, ինչպես թե Հիսուսը չարչարվեցավ, Հիսուսը մերավ խաչին վրա հարություն արավ եւ հարութենեն ետ վերացավ դեպի երկինք եւ նստավ իր գահին, ուր որ արդեն աշխարհի սկիզբեն ի վեր հոնգար Աստծո աչ կողմը։ Այս է մեր հույսը, այո, համբարձումը հույսն է, մեր հույսն է, որ մենք ամենք սալ մի օրը հավաքվենք Աստծո արքայության մեջ, որբեսի զինքը պարապանենք, որբեսի մենք զինքը սիրենք։ Մի հարցնե ես ցեզի բզդիկ հարցումը արդյոք այս համբարձման դոնին վերապերյալ ինչ կրնանք պատմել ավանդական պատմություններ, գիտենք որ շատ գեղեցիկ ավանդություններ ունենք մեր ազգի մեջ, լա չեմ գիտեր եթե գդոնագադարվի նույնպես Հայաստանի մեջ, Սփյուռքի մեջ վիճակ դարձնելով, աղջիկները հավաքելով, մի հարցնե եթե մեզյալ գրնակ օգտակար դառնալ այս համբարձման ժողովրդական խաղերը, ժողովրդական տոնակատարությունները, վիճակախաղերը շատ սիրված են այս ժողովրդի մոտ միշտ։ Դժբախտաբար որոշ շրջանը եղած է, որ Հայաստանի մեջ մասամբ խափանված եւ հիմա նորեն շատ մեծ թափով խանդավառությամբ կգադարվին այդ համբարձման հիշադակները, համբարձման արարողագարկերը կամ տոնակատարությունները,
վիճակախաղերով, համբարձում յայլա եւ այլն։ Անշուշտ անմիջականորեն այդ ավանդությունները կապված չեն ավետարանի բադուին հետ կամ համբարձման Քրիստոսի համբարձման դոնին հետ անմիջականորեն դոնին միացված է եւ սակայն նախաբես շատ հինեն հայերու մոտ այդ տոնը եղած վիդիլա, ինչպես նաեւ թրացի ասկերու մոտ կան նաեւ նման խաղեր, վիճակախաղեր կամ ավանդություններ բարսիկներու մոտ, եզիդիներու մոտ, որոշ բաներ կան հույներու մոտ եւ գապված պետք է լա ավելի քարնան դոներու հետ եւ հետաքրքրական է որ բայցարագերբության եւ նաեւ Քրիստոսի բայցարագերբության դոնին հետ առնչված ինչ որ բաներ կան, որոշ բաներ կատարված են համբարձման դոնին, որոշ բաներ բայցարագերբության դոնին, որ վարտավարի արիտով իրարու վրա ճուր գտապեն կամ գսրսկեն շատ գեղեցիկ բան է բահել ավանդությունները, գեղեցիկ բան է այդ ժողովրդական սովորությունները բահել եւ աղջիկները որ գտիմեին փախտախաղերու իրենց փախտը նայելու երդասարդ տղաներ այդ արիտով ցույց կուտային իրենց կարողությունները բնության հետ կապված կան ավանդություններ ինչպես գիշերը որ ճուրերը գսարեին գգենային քեդերու ճուրերը կանգառնեին ճուրի մեջ մտնողը որոշ իր փապակներուն իրականացում գտներ եւ այլն շատ են ավանդությունները եւ նաեւ ինչպես ասի ժողովրդի սրտին փոխած ժողովրդի փապակները ժողովրդի իղծերը կան նաեւ հետաքրքրական է աստվածամոր ուղված որոշ այդպես իղծեր փապակներ եւ հավանաբար ըստ ոմանց մեր աստվածություններուն աստղիկ աստվածուհին ու աստվածուհին ուղված բաներ պետք է լան ուրեմն ինչպես ուրիշ դոներու յալ լավ արտավար համբարձում եւ զատգական դոներու հետ կապված ուրիշ շատ դոներու հետ սուրբ սարգիս է սուրբ Գևորգ է ժողովրդական սովորությունները ավանդությունները լավ բաներ են եւ սակայն ըստիս պետք չէ մորնալ հոգեվորը Անիգաբդի հարցնի արդյոք ասոն աս ավանդությունները ավելի ժողովուրդը ավելի գմոդեցնե եկեղեցվո թե ավելի ասենք հետանոսական որոշ գմոդեցնի այն սովորություններ են գմոդեցնի այն իմաստով որ շատ մդոնագադարություններ այս ավանդական դոնախմբությունները դիառնթարաճի հրավառություն եւ այլն կգադարվին եկեղեցվո շրջապագեն ներս եկեղեցվո մոդ եւ համբարձման դոնին շատեր նաեւ եկեղեցի գտիմեն աղոտ կնելու մոմ վարելու խոստում մնելու ուխտավայրեր գտիմեն որբեսի խոստումը այսինքն քեղեցիկ է ժողովրդին սրտեն փոխած սովորություններով մոդենալ նաեւ եկեղեցու մոդենալ հավատքի ճշմարտություններուն բայց ինչպես ասի պետք է ամբողջովին իրար մի բաժնել եւ կան ոմանք ինչպես այսպիսի դոներու հետ կապված կսեն լավ հետանոսական ավանդություն է այո հետանոսական է ինչու՞ չէ եթե բարի բան է լավ բան է գրնանք պահել բայց պետք չէ մոռնալ որ քրիստոնեական պետք չէ նաև քրիստոնեական դոնը գաբել հետանոսականի հետ որովհետև համբարձման դոնը համբարձման ժողովրդական ավանդությունները հետանոսականին չի նշանակել որ համբարձման դոնն ալ ինչ որ հետանոսական բան մնե ոմանք այդ ծևով ալ նաև կդրամապանեն ուրեմն Սուրբ Գիրքը կամ քրիստոնեությունը շատ բան արած է հետանոսներեն շատ բան արած է դրանք մարդկային բաներ են մարդկային պատմության մեջ մարդու սրտեն փոխած Հիսուսալ երբ աշխարհ եկավ բացարիք երկինքեն բամը չի բերավ հաց եւ քինին հիմա ես չեմ գտնարսել որովհետեւ հացը եւ քինին նաեւ հետանոսության ժամանակ կգործածվեին ուրեմն Քրիստոս հետանոսությունեն ինչ որ սովորություն արավ գան այդպես մեկնաբանություններ ամփոփելով ուրեմն շատ գեղեցիկ է որ մենք այդ ավանդությունները սովորությունները բահենք եւ ջոխացնենք շարունակենք մեր բոլոր շրջաններում մեջ եւ հետաքրքրական է որ զանազան շրջաններ Հայաստանի զանազան նահանգներ զանազան խավարներ
ունեին որոշ իրենց ավանդությունները, ամենտեղ նույնը չէր, որովհետև որոշ խավարներ մեր ավելի ցուրտ էին, եթե արևմտա Հայաստան նայինք, այդ շրջանները այդքան ցուրտ չէր, գրնային նաև ինչպեսի ճուրի հետ կապված, քեդերու հետ կապված որոշ սովորությունները լամիջներ լեռներու վրա դժվար է, այսինքն ամեն խավար, ամեն նահանգ, ամեն շրջան ուներ իր հadoop նաև ավանդությունները բահենք, ջոխացնենք, ետ երթանք նայենք ինչ եղած են, ինչ որ մեր ասկակրական հանդեսի մեջ հավաքված է սանազան ավանդություններ բարեբախտաբար կարողացած ենք հավաքել, ազատել ցեղասպանությունեն, որովհետև ցեղասպանությունը ոչ միայն մարդկային, այլ նաև մշակութային գորուստ դված է մեզի շատ ավանդություններ գործընծուցած են, ինչ որ գրնանք դուրս բերել մեր ավանդություններեն, ինչ որ գրնանք փոշիներու դագեն դուրս հանել եւ ջոխացնել, շատ գեղեցիկ է, բայց ինչպես է ասոնք մեզի պետք է գաբեն ավելի Աստուծո մոտեցնեն, եթե մենք քարնանդոն կգադարենք նաև շնորհակալություն գլանք Աստուծո, որ աշխարհը ստեղծեց մեզի գեղեցկությունը դվավ բնության, մեզի դվավ ճուրը, ծաղիկը, բդուղը, բույսը եւ այլն։ Այս բոլոր բաներով բնության միջոցով մոդենալ Աստուծո գեղեցիկ է, բայց չմոռնալ այս դոնին արիտով, այս դոներու արիտով, որ ունենք մենք քրիստոնեական բարդականություններ, հաջախել եկեղեցի, հաջախել բادرակի արարողություններու, որ կգադարվին ժամերկություններ, որ կգադարվին այս տոներուն, այս իմաստով պետք չէ իրարու հագատրել երկուքը, այլ ընդհանրակը գեղեցիկ կերպով կարելի է ներդաշնագորեն ապրել։ Լավ, հայր Սուրբ, ուրեմն այս արիտով բագերով մեր այսօրվան հաղորդումը կփապակեիք վերջին խրատակամը ուղել մեր հերոստատիդոներուն։ Այո, բիդի ուզեի ետ շեշտել համբարձումին դոնին արիտով վգա դառնալ, իմ վգաներս պիտի ելլակ ամբողջ աշխարհին բոլոր 4 ծայրերուն։ Ասիկա ինչպես որ քիչ առաջալ էսի մեծ պատասխանատվություն է ամեն մեկուն դրված ոչ թե միայն վարդապետ, մայրապետ կամ գրոնավորներուն, այլ ամեն մեկ քրիստոնյա, որ ընդունեց Հիսուս Քրիստոսը որպես բրգիչ, պետք է ըսկա եւ պետք է այս բարդականությունը հանցն առնել եւ ապրիլ Հիսուս Քրիստոսի համաձայն իր դված օրենքներուն, իր բադվիրաններուն, որն է սիրել իրար, որն է միշտ օգտակար դառնալ ուրիշին, որն է միշտ վգա դառնալ եւ լալ Հիսուսի լավ ծառաներ եւ լավ աշակերտներ։ Ասիկայի պիտի մաղթեմ այս տոնին արիտով բոլորնիս համար, թող դեր Աստված մեզի օրհնե, Հիսուս Քրիստոսի համբարձումը թող մեզ ավելի զորացնե, թող ավելի միացնե իր հոր եւ անշուշտ Աստվածամոր բարեխոսությամբ։ Ամեն։ Շնորհակալություն Հայր Սուրբ, սիրելի հերոստատիդոներ եւ ունգընտիրներ, այսօրվան համբարձման դոնի արիտով օրվան խորհուրդը, օրվան պատգամը մեզի հաղորդեց Հայր Նարեկ Ծայրակույն վարդապետ Նամոյան, Մեծավոր Լևոնեյան Քահանայապետական հայ վարժարանի եւ հոգեվոր հովիվ։ Շնորհակալություն Հայր Սուրբ, Աստված օգնական, մերսի։ Քրիստոսի խաղաղությունը ցեզի հետ սիրելի ունգընտիրներ եւ հերոստատիդոներ։ Պարավորված երեք անցերեն մին համազոր ահավորությամբ, վերեն խոնարեցավ դեպի վար այստեղ, ան որ իր բնությամբ մեր նվաստերուս բնության անգնցորդ էր, առանց իր պարքի աթորեն գապդվելու, առանց գարոդ մնալու ծնողի աչալուրջ սիրույն, բարզությամբ մտավ գույսի արքանտին սենյակը եւ ելլելով այնտեղեն մարմին արավ, առանց բաժնվելու իր էյութենեն, իբր մարդ անտերի եւ աստվածոտնե անզուրկ, միակ հոր, միակ որդի եւ միածին որդին աստվածամայր դիրածին գուսին, արարիչը, որ ճշմարտաբես մարտացավ, նախաստեղծ մարդուն նման եւ ոչ հետակա մահագանացու
արարածներուս նման, այլ նոր եւ ավելի ճգնաղությամբ, քան վեհապար թագավորները, ճգնաղություն, որ երբեք չհայտնվեցավ ոչ տարերու մեջ եւ ոչ ալ իրականացավ ժամանակներու մեջ, ըստ Սամոսերկվին անտրանիկ բոլոր թագավորներեն վեր, ծեր արավ մեր մարմնին հետ անաբականապես խառնվելով, ինչպես հոգին գմիանա մարմնի հետ եւ ոսկին գրագի հետ, եւ գամ ավելի հստակսելով լույսը օդի հետ, առանց փոխագերբվելու եւ ոչ ալ անչադվելու։ Նույն ինքը գամավոր կերպով եկավ խաչի վրա մեռնելու, անարատ քառնուգի նման, որ սպանտանոց կդարվի, եւ հզոր ինքնագամությամբ իր արարածներու փրկությունը կատարեց, իսկապես չարչարվելով իր գենթանի էությամբ։ Քերեզմանի մեջ դրվեցավ, առանց իր աստվածութենեն զատվելով, երորյա թաղումով քարոզեց ըստորերգյալ դժողքի մեջ վհադյալ փանդարգյալներուն, ցույց տալով անոնց նորոգումը եւ լույսը, ավարտելով իր մարտեղության փրկարար տնտեսությունը, աստվածապես գրգին կյանքի վերադարձավ եւ ընթացավ հովերու թևերուն վրա քերովբեներով բարձրանալով, ծածկվեցավ անհասկնալի ամբով, համբարնալով երկինքն ի վեր, ջոխությամբ բազմեցավ իր անձնական աթորին վրա, որը սկիզբեն ժառանգած էր հոր հետ հավասարությամբ, որ մե երբեք չբաժնվեցավ իր ստացվածքը չգործընծնելով, իր սեփականութենեն չնվազելով, որով պիտի կատադաստանի հատուցման գաղտնիքները քննելու արդար իրավունքի չափով գշրելու, որուն կսպասենք եւ որուն համար գաղութենք, հավատալով ամեն ինչի մեջ եւ ամեն ինչով, անոր ամենագալ դերության, որ արդարև մեկն է այն միագեն եւ միագի փարակցությամբ հավիտյան երկրբակյալ։